Հունիսի 15-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում եւ հարակից գյուղերում տեղի ունեցած պտտահողմը 30 րոպեների ընթացքում հասցրել է ահռելի մեծ վնասներ տալ։ Այս մասին Հայկական ժամանակի հետ զրույցում ասում է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։ Ըստ ապարանցիների նմանատիպ երևույթ երբեք չի եղել իրանց մոտ, ես էլ որ ճիշտ ասեմ չեմ հիշում, որ նմանատիպ մեծ քամի եղածնի ու այդքան վնաս տվածնի։ Մովսիսյանի խոսքով ամենամեծ վնասը հասցվել է Ապարան քաղաքին, անմասն չեն մնացել նաև որոշ համայնքներ, մասնավորապես Լուսագյուղը։ 3 դպրոցի կրիշակշեր, 2-ը Ապարան քաղաքի մեջ, 1-ը Լուսագյուղում, որը կպած Ապարան քաղաքին, ու ես նախարարի հետ եմ կապվել Տիկին Սարգսյանի արտակարգ իրավիճակների համակարգը բավականին արագ արձագանքել էր եւ ոչ միայն մարզի ունեցած պոտենցիալն են օգտագործել, այլ նաեւ թե կողքի մարզերից, թե Երևանից արագ արձագանքման խումբ է եկել ու 3 ամբողջ գիշեր աշխատանքներ տարվել, որի արդյունքում արդեն բավականին հետևանքները վերացած են, բայց նկատի ունեմ աղբը, այդ կտորները, ժեշտի եւ այլն դրանք մաքրված է, հիմա էլ աշխատանքներ տարվում է։ Մարզպետը նկատում է այժմ Արագածոտնի մարզպետի աշխատակազմում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը վնասների չափն է գնահատում։ Մովսիսյանի խոսքով վերջնական պատկերը պարզ կլինի մի քանի օրից ու կներկայացվի կառավարություն։ Այս պահին էլ արդեն աշխատանքներն ընթանում են, քանի որ հիմնական վնասները գրիչներին է եղել։ Մենք արդեն չէ ժողովրդին, թե նաև համայնքային հաստատություններում ու նաև դպրոցներում սկսել ենք աշխատանքը տանել, որպեսզի հանկարծ անձրևների պատճառով վնասը չկրկնապատկվի։ Այսինքն հիմա աշխատանքներ տարում, արձանագրում ենք եղածը նկարների միջոցով ու փորձում ենք արդեն թե ժողովուրդը իրանց տներն են սկսում սարքել, թե համայնքային շինությունները, որովհետև բոլոր բազմաբնակարան շենքի տանիքները Ապարան քաղաքի տարել է քամին ու վերջնական արդեն պատկերը ասեցի վաղը կամ մյուս օրը կունենանք արդեն թվային առումով, որովհետև ծավալը բավականին մեծ է ու միանգամից չենք կարելի գնային հիմա թիվ ասեմ, որ ինչքան վնաս եղած կնի, չեմ ուզում սխալվեմ էլի։ Պտտահողմի հետևանքով 4 հոգի է տուժել, 1 երեխա, 3 չափահաս։ Մովսիսյանն ասում է, որ նրանք թեթև վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի հիվանդանոց, վերջիններիս կյանքին վտանգ չի սպառնում։ Մարզպետը նկատում է համայնքում խուճապ չկա, 3 ամբողջ օրն անցկացրել է Ապարանում։ Ոչ մի խուճապ ես ամբողջ օր եղել եմ Ապարանում ու ընդհակառակը ժողովուրդը բոլորը միասին ոչ միայն ներքին գործերի նախարարության աշխատակիցները, արտակարգ իրավիճակները, այլ թե ապարանցիները, թե համայնքային աշխատողները, թե մարզպետի աշխատակազմը, բոլորն իրար հետ աշխատում էին ու հարցը լուծում էին, այսինքն ոչ մի խուճապի մթնոլորտ չկար։ Այն որ մարդու վնաս չի եղել, այդ էր ուրախացնողը ու ուր գնում է ապարանցիներն ասում են, ասում ջան կարող է ինչ հիմա թող ժեշտին է, հիմա 4 կողմը ժեշտ է լծած ու այսինքն տենց թեթև հումորով նայում էինք ու տենց կարևորը որ մարդու բան չի եղել, մնացածը շատ ծանր չենք տանում, վստահ որ ամեն ինչը կարգավորվող է ու արդեն հիմա կարելի ասել բավականին աշխատանքներ տարածեն ու կարճ ժամանակում կլուծենք բոլոր հարցերը։ Մովսիսյանը նաև նշում է, որ բոլոր գերատեսչությունները շատ լավ են աշխատել, ինչի համար շնորհակալ են։